Ավելի քան 2 շաբաթ առաջ սկսված իշխանության հակաեկեղեցական արշավը հատել է խելամտության բոլոր սահմանները։ Մայրաթորի դիվանապետի գնահատմամբ վարչապետ վեհափառ առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է։ Արշակ Սրբազանն իրավապահների ուշադրությունն է հրավիրում Փաշինյանի բառապաշարի ու գործողությունների վրա, ասում է դրանց պետք է իրավական գնահատական տրվի։ Այդ գործողությունները գնահատում ենք ուղղակի հանցավոր, սանձարձակ, անթույլատրելի, հանրությանը պառակտող, մարդկանց նկատմամբ վիրավորանք պարունակող, մարդկանց համբավի հեղինակության նկատմամբ ուղղակի ոտնձգություն կատարող ազգային անվտանգության հետ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոտեցումը, թե ոչ։ Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արտարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնելու այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից են նշանակվել։ Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Վարչապետն ուզում է Վեհարանն ազատել Գարեգին II-ից եւ կաթողիկոսի նոր ընտրություն կազմակերպել։ Կուսակրոնության ուխտը խախտելու եւ զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքների համար կաթողիկոսը վարչապետին դատի չի տա։ Ակնհայտ անհեթեթությունների համար դատի չի տալիս վեհափառը։ Վեհափառը այդպիսի մոտեցումներ չունի եւ եկեղեցին առհասարակ նման մոտեցումներ չի ողջունում։ Ինչ է նշանակում մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ դիտարկումներ անել։ Անկախ դրանից դրանք ճիշտ են կամ սուտ են։ Նման իրավասություն ոչ ոք չունի։ Կուսակրոնը եւս որպես անձ օգտվում է իր անձնական տեղեկատվության պաշտպանության իրավունքից։ Եթե մենք չենք արձագանքում, դա չի նշանակում, որ ճիշտ է։ Իհարկե ճիշտ չէ, դա սուտ է։ Չարին չարով չենք պատասխանում։ Եկեղեցի ենք մենք, չէ՞։ Սա պատրիարքները լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ՞։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Եկեղեցուն թիրախավորելու իշխանության գործողություններն իրավաբանները վտանգավոր ու հակասահմանադրական են համարում։ Այն գործողությունները, որոնք որ կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից, որովհետև նա լիազորված չէ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ միջամտել մասնավորապես Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարությանը գործերին, մեր սահմանադրության 41-րդ հոդվածի 4-րդ մասը նաև հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները ունեն ինքնավարություն։ Ակնհայտ է, որ սկսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակի բացահայտ չարաշահումով գործող Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավ, որը կրում է համակարգված բնույթ, հստակ դերաբաշխումով, իշխանության ներսում կոնկրետ պաշտոնյաների միջոցով, հաշվի չեն առնում, որ նրանք պաշտոնյաներ են, նրանք ունեն կոնկրետ լիազորություններ, նրանք հենց այնպես, եթե դա լիներ մինչև 2018 թվականը, հլը առանձին մարդիկ պատգամավորներ եղելի սահմանափակեին, բայց կարող են ինչ ուզես խոսել, հիմա էլ են ինչ ուզես ասես խոսում են, բայց հաշվի չեն առնում, որ դրանք քրեական օրենսգրքով նախատեսված արդեն կոնկրետ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքներ են։ Իշխանությունը հոգևորականներին մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու համար։ Մասնագետների գնահատմամբ օրենքը հոգևորականին ու եկեղեցուն չի արգելում իշխանության քաղաքականության վերաբերյալ կարծիք հայտնել։ Բարձրաստիճան հոգևորականների գնահատմամբ իշխանությունը վարչապետի գլխավորությամբ լիարժեք չի պատկերացնում իր առաքելությունը եւ փորձում է կեղծ օրակարգ ձևավորել։ Որ ասում են մենք զբաղվում ենք քաղաքականությամբ։ Այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, եւ մենք պիտի ծափահարենք եւ ասենք, հա, դա մեզ չի վերաբերում, սա քաղաքական հարց է։ Եվ որ մի իշխանություն հայրներով, հազարներով եկեղեցիներ եւ վանքեր հանձնում է թշնամուն եւ այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվել է։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որովհետև կուսակրոնները խախտել են իրենց ուխտը։ Կամ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետև կուսակրոն հոգևորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը։ Ուղղակի զավեշտական է հնչում։ Ակնհայտ է, որ մարդը արհեստականորեն փորձում է ձախողումների համար մեղավորներ նշանակել։
Վարչապետին պետք է իշխանությանը հլու հնազանդ եկեղեցի, ասում է Շիրակի թեմի առաջնորդը։ Հոգևոր դասը միաբան է ու վստահեցնում է, որ Փաշինյանին չի հաջողվի պառակտել եկեղեցին։ Լրագրողները Միքայել arczepiskopos-ից հետաքրքրվեցին, ինչու Փաշինյանը վերջին օրերին գրառումներ չի անում եկեղեցու ու կաթողիկոսի դեմ։ Ինչ իմանամ, երևի դեղերը խմել է։ Արշակ arczepiskopos-ը մտահոգիչ չի համարում, որ Փաշինյանը հաճախ համեմատվում է Պապ Թագավորի հետ։ Պապ Թագավորի հետ համեմատության մեջ գտնվել փափագող անձինք պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Պապ Թագավորը ինչով ավարտվեց։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։